տավուշի արևը, տավուշի հողը ամբողջությամբ ուրիշ է։ Մեր գինին, երբ որ ըմբում ես, ինքը ամբողջությամբ խոսում է կանաչի մասին, կանաչ ծաղիկներ, խոտեր, գույն, բույր եւ այլն։ Դրա համար այո, տերուարը, մանավանդ տավուշի շրջանի տերուարը ինքը այլ տենց գույներ ունի, գույնային գամաներ ունի եւ համային։ Գինու ոլորտը եղել է մեր ընտանեկան ավանդույթներից, որը ինչ-որ ժամանակ մոռացվել է եւ նույնպես մոռացվել այն խաղողի տեսակը, էնդեմիկ խաղողի տեսակը, որով մենք այսօր ունենք, ստեղծում ենք, հիմնադրում ենք մեր գինիները։ Northern Terroir-ը, մեր գինեգործարանը, ինքը բուտիկային գինեգործարան է, որը գտնվում է Տավուշի շրջանում։ Գինեգործության ավանդույթը շարունակել եղել է իմ ամուսնու մտահաղացումը, ունենալով գինու այգիները, ունենալով 2 հեկտար լալվարի խաղողի այգի, որը որ լքված է եղել իրականում, որոշեցինք ինչու ոչ մի նոր էնդեմիկ խաղող իրեն կյանքի բերել, եւ դա էր իրականում ամենակարևոր եւ բուն պատճառը։ Ինչ որ մի արժեք նորից ստեղծել, պահպանել այդ արժեքը եւ հավատալ այդ արժեքին ի վերջո։ Մեր գինիները դա միայն անուն չէ եւ դա միայն խմելու համար չէ, ինքը ունի պատմություն, ինքը ունի իրոք ահագին խոսելու բան։ Ես շատ հպարտությամբ կարող եմ ասել, որովհետեւ այդ թվականից, երբ որ 17 թվականին մենք առաջին մեր գինին շշալցրեցինք եւ 19 թվականից մտանք շուկայում, մենք ունեինք շատ քիչ քանակությամբ գինիներ, 15000 շիշ էինք շշալցնում միայն, բայց այսօր ենք 100-ից ավել 1000 շիշ, արդեն դա խոսում է իր մասին։ Մեզ մոտ ամենաառաջնայինն է դրված, որ 80 եւ առավել տոկոսը սպառվի Հայաստանի Հանրապետությունում սկիզբը, հետո նոր մենք սկսենք արտերկրներ։ Դու պետք է սկիզբը գոհանաս ու գոհացնես քո ժողովրդին, եթե քո ժողովուրդը չի խմելու քո հայկական գինին, ապա իմաստ արտահանելու, ես իմաստ չեմ գտնում։ Ու դրա համար մենք տենց քանի տարի, արդեն 6 տարի է մենք ինտենսիվ աշխատում ենք Հայաստանի շուկայի համար։ Եվ հիմա հպարտորեն արտերկրներ ենք արտահանում եւ ներկայացնում ենք։ Մենք չենք ներկայացնում ապրանք, մենք չենք ներկայացնում գինի միայն, մենք ներկայացնում ենք մի ամբողջ մշակույթ, գինեգործության, Հայաստանի մշակույթ, մենք ներկայացնում ենք մեր մարդ տեսակը եւ որակը։ Հայրենասիրությունը նաեւ նրա մեջ է, որ մենք ստեղծել ենք մի տարածք, որտեղ որ գալու են տուրիստներ, ծանոթանալու են հայկական բնության հետ, հայկական արտադրանքի հետ, հայկական մշակույթի հետ, հայկական երաժշտության հետ, սնունդի հետ, այսինքն դա բազմակողմանի է իրականության մեջ։ Պեկի եւ մեր առաքելությունները զուգահեռ պետք է գնան, որովհետեւ բոլորս այդ նույն խաղի կանոններն են խաղում, եւ պետք է արդար խաղանք, թափանցիկ խաղանք, որպեսզի դա լինի գրագետ եւ ազդեցիկ բոլորիս համար։ Իրականում ինչու ենք այսօր այդ ամենը անում, ինչու ենք բիզնես ստեղծում, ինչու ենք մշակույթ ստեղծում եւ ամբողջովին տրվում դրան, որպեսզի զարգացնենք մեր հայկական մշակույթը, զարգացնենք մեր հայկական պրոդուկտները։ Որպեսզի դու հասնես նպատակին, դու պետք է քայլ առ քայլ ներդրումներ անես իրականում ու բոլորս պետք է այդ խաղի կանոնները ճիշտ օգտագործենք եւ ճիշտ անենք։ Այսօր բնականաբար սպառողը, գինու սպառողը չի նայում դու հարկերը վճարել ես թե չես վճարել, բայց դու իբրև արտադրող բաց երեսով թափանցիկորեն, հպարտորեն ամենտեղ կարող ես դնել քո ապրանք, եթե դու այդ հարկերը, այդ պարտավորվածությունը անում ես, դա շատ կարեւոր է, զարգացման համար է կարեւոր։ Եվ մենք, եւ պետությունը, լինելով նույն նավակի մեջ, մենք տարբեր ուղղություններ ենք զարգացնում, եւ դա գալու է ազդի մեր սերունդների վրա։ Կարող է մենք այսօր դա չտեսնենք, դա տեսնի մյուս սերունդը եւ գնալով առավել զարգացնի այս ամենը։